Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակի ընթരാճ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը նախաձեռնել է միջոցառումների շարք։ Տեղյակ եք արդյոք այդ հանձնաժողովի մասին։ 53%-ը նշել են, որ տեղյակ են, որ նման կառույց կա, 47%-ը նշել են, որ տեղյակ չեն։ Ես շատ արագ չեմ ասնում, նորմալ է։ Որքանով եք տեղեկացված Եղեռնի 100-ամյակի հետ կապված միջոցառումներին։ 21%-ը նշել են, որ ընդհանրապես տեղեկացված չեն։ Սա ընդ որում ասեմ ձեզ մարտի 2-ից 14-ի տվյալներն են։ Եթե նկատել եք, ես վերջերս բավականին ակտիվ սկսում լուսաբանվել, կարող է փոփոխված լինի հիմա այդ պատկերը, բայց ես ամեն դեպքում ասում եմ, որ սա 2-ից 14 ընկած ժամանակահատվածի պատկերն է։ 36%-ը նշել են, որ ավելի շուտ տեղեկացված չեն։ Ավելի շուտ տեղեկացված են միայն 37%-ը նշել եւ 5%-ը նշել է, որ լիովին տեղեկացված են, այսինքն 42%-ն են նշել, որ տեղեկացված են այդ միջոցառումների մասին։ Այցելելու եք Ծիծեռնակաբերդ ցեղասպանության 100-րդ ամյակի հիշատակին։ Երևանի տվյալները 78%-ը նշել են, որ այո, այցելելու են։ Մարզերի նշել են, որ 53% են այցելելու, ու զուտ ասենք լոգիստիկայի, տրանսպորտի եւ տեղափոխման խնդիր է, կարծում եմ, եւ ընդհանուր եթե նայում ենք Հայաստանով 63% են նշել, որ այցելելու է Ծիծեռնակաբերդ։ Բացի Ծիծեռնակաբերդ այցելելուց պատրաստում եք արդյոք մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումներին։ Այսպես 14%-ը նշել են այո, ոչ 35%-ն են նշել եւ կցանկանայինք, բայց տեղյակ չենք միջոցառումների ցանկի մասին նշել է 38%, սա կարծում եմ բավականին մտահոգիչ է, որովհետեւ մարդիկ հետաքրքրություն են հայտնում, բայց տեղյակ չեն ինչ միջոցառումներ լինելու։ Եվ այս 14%-ը, որոնք որ նշել են այո, մենք ցանկ մասնակցելու ենք այլ միջոցառումների, ներքևում ներկայացված է, սա վերաբերում է այդ 14%-ին, հա, ովքեր որ ասել են ուզում են մասնակցեն այլ միջոցառումների։ Ինչ միջոցառումների եք նախատեսում մասնակցել։ 20%-ը այս 14%-ից նշել են, որ համայնքային միջոցառումների մարզիկը դրվածքով, 19%-ը երթեր ջահերով երթ, 9%-ը դպրոցական համալսարանական միջոցառումներ, 7%-ը այցելություն հուշարձաններ, 6%-ը նշել է Սերժ Թանգյանի համերգը, 5%-ը մոմավառություն, 5%-ը ֆիլմերի դիտում, 4%-ը եկեղեցու պատարագ եւ 20%-ը եւս նշել են դժվարացել են պատասխանել, թե որ միջոցառմանը կմասնակցեն։ Եվ սրանցով մենք անցնում ենք Գյումրիի այդ ոչռագործության թեմային, խնդրեմ ներկայացնու։ Տեղյակ եք արդյոք հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մասին։ 99.9%-ը նշել է, որ այո, տեղյակ են։ Ինչ աղբյուրներից եք տեղեկացել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոչռագործության մասին։ Հեռուստատեսություն 86%, լրատվական կայքերից ինտերնետից 34%, շրջապատից 25%, Facebook 10%, ռադիո 3%, մամուլ 1% եւ դժվարացնել պատասխանել 1%։ Եվս մի քանի պատասխան կարող է նշել, որտեղ մարդ կարող է տեղեկանալ մի քանի աղբյուրներից։ Անցնենք առաջ եւ ինչպես գիտեք, Պերմյակովը ձերբակալվել է հայ-թուրքական սահմանի մոտ եւ հանձնվել Գյումրու թիվ 102 ռազմաբազա։ Ըստ ձեզ ձերբակալումից հետո Պերմյակովը պետք է հանձնվեր։ 87%-ը նշել է հայկական կողմին, 102-րդ ռազմաբազան ընդամենը 4%-ն է նշել, այլ ունենք 0.4% եւ դժվարացել է պատասխանել 8%։ Այսինքն գերակշիռ մեծամասնությունը 87% նշում է, որ պետք է հանձնվեր հայկական կողմին Պերմյակովը։ Ըստ ձեզ որն է այդ հանցագործության իրականացման կազմակերպման առավել հավանական տարբերակը, ստե մենք փորձել ենք նշել այն տարբերակները, որոնք որ շրջանառվում են, թե որի հետ են համաձայն։ Եվ այսպես Պերմյակովը չի գործել միայնակ, նա հետ եղել է հանցախումբ 40%։ Հանցագործությունը ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունների վատ տարածմանը 29%։ Հանցագործությունը Ադրբեջանի Թուրքիայի կողմից կազմակերպված հերթական դիվերսիաներ 22%, հանցագործությունը կազմակերպված էր արտաքին ուժերի կամ այլ երկրների կողմից 13% եւ 11%-ն ընդամենը նշել, որ դա Պերմյակովի կողմից կատարած ծանր հացանքն է, հա, այսինքն նախնական այդ վարկածը որ կա, որ միայնակ է իրականացրել այդ հանցանքը, միայն 11%-ն է մեր հանրության համաձայն այդ վարկածի հետ։ Սա նորից եմ կրկնում, սա ոչ հետաքննության արդյունքներն է, սա մեր հարցների արդյունքները, այսինքն մարդիկ ինչպես են պատկերացնում այդ իրադարձությունը։
Ինչ է կարծում, ովքեր պետք է իրականացնեն Գյումրիում տեղի ունեցած հանցագործության հետաքննությունը։ Հայ քննիչները 35%, ռուս քննիչները 1% եւ համատեղ 59%-ը նշել, որ պետք է իրականացնեն այս հետաքննությունը։ Ինչ է կարծում, որտեղ պետք է ընթանա դատավարական գործընթացը։ 87%-ը նշել է, որ Վալերի Պերմյակովին պետք է դատել Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի օրենքներով, 11%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի օրենքներով, 2%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Ռուսաստանում Ռուսաստանի օրենքներով։ Եվս տեսնում ենք, որ գերակշռ մասը նշում է, որ դատավարությունը պետք է Հայաստանում լինի եւ ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի։ Ըստ ձեզ ինչպես կընթանա դատավարական գործընթացը, 78%-ը նշել է, որ հասարակությունը այնպես էլ չի իմանա իրական պատճառների մասին, այսինքն կա որոշակի թերահավատություն, եւ դատավարությունը կընթանա արդար եւ հասարակությունը կտեղեկանա բոլոր մանրամասներին միայն 14%-ը նշել։ Դժվարացել է պատասխանը 9% այս հարցին։ Ինչ է կարծում, ինչ պատիժ պետք է սահմանվի Վալերի Պերմյակովի համար։ Մահապատիժ 49%-ը նշել, ցմահ ազատազրկում 35%-ը նշել, երկարաժամկետ ազատազրկում 3% եւ դժվարացել են պատասխանել 10%-ը։ Մենք ունենք այլ 4% ինչ-որ առաջարկներ, որը փոքր թիվա չենք ուզում ցած անով ներկայացնել։ Ըստ ձեզ Վալերի Պերմյակովը որտեղ պետք է կրի պատիժը։ 88%-ը Հայաստանում նշել է, Ռուսաստանում 5% եւ դժվարացել է պատասխանել 6% այս հարցին։ Գնահատեք խնդրեմ հետևյալ կառույցների քաղաքական գործիչների արձագանքը գործելավոճը Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունը 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը ամենաբարձրն է, 1-ը ամենացածրն է եւ 5-ը ամենաբարձրն է։ Նայեք, Ռուսաստանի դեսպանատուն 2.2, Հավերկրոր ռազմաբազա ղեկավարն է 2.1, այսինքն միջև 3-ը դա բացասական տիրույթում գտնվող գնահատականներն են։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, սա բալեր են, ոչ թե տոկոսներ, որովհետև մի քանի անգամ արդեն կրկնում եմ, որ ներկայացնում եմ, շեշտել որ սա բալեր են, հրապարակվում է, որ 3.9% է ստացել կամ 2.2% է ստացել։ Սա բալերով գնահատական է, որտեղ միջև 3-ը բացասական տիրույթում է գտնվում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ 2.3, կաթողիկոսը 2.3, ՀՀ դատախազ 2.5, ՀՀ ոստիկանապետ 2.5, ԱԺ նախագահ 2, ՀՀ վարչապետ 2.1, ՀՀ նախագահ 2.1։ Ես չեմ ուզում անդրադառնամ թվերին, որովհետև բոլոր նշված կառույցների գործելավոճը գնահատվել է բացասական ամեն դեպքում։ Եվ Պերմյակովին Հայաստանին հանձնելու համար Գյումրիում կատարված հանցագործության հաջորդեցին ցույցեր։ Ցույցերի ընթացքում մի խումբ ցուցարարներ քարկոծեցին ոստիկանական պատնեշը, ինչի արդյունքում մի խումբ քաղաքացիներ եւ ոստիկաններ ստացան ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ։ Ինչ է կարծում այդ ընդհարումները։ 46%-ը նշել է, որ դա հուզմունքը եւ ցավը արտահայտելու միջոց էր։ 26%-ը նշել է, որ ընդհարումները տեղի են ունեցել իշխանության ուշացած եւ ոչ ադեկվատ արձագանքի արդյունքում։ 17%-ը նշել է, որ ընդհարումները հրահրվել են պրովոկատորների կողմից, եւ 16%-ը նշել է, որ ընդհարումներն անթույլատրելի են այդ ժամանակահատվածում։ Եկան տեսակ վերջի վերևում ներկայացված այս արձագանքը, թե ինչպիսի արձագանք է եւ նրանց վերաբերմունքը այդ իրադարձություններին։